Ձեր գյուղում սեպտեմբերին գյուղապետի ընտրություններ են սպասվում։ Ինչ հույսեր ունեք, ինչ ակնկալիքներ ունեք։ Եթե գյուղապետը լավ է, թող մնա, ինչու փոխվի։ Եթե գյուղապետը լավ էլ գյուղապետ է, փողոցները լավ բարեկարգվում է։ Մենք կամաց ամեն ինչը հունի մեջ կնիկ աշխատել կապը։ Բայց փողոցները տեսնում եք սարքած։ Նա ավազը լցել է, շիբիրը լցել են, հետո բետոն կանեն։ Մեր ղեկավարը շատ հեռատես հասկանում է գյուղի չկավորներին, ումը որ պետք է ոնց որ ասած օգնությունները հասցնում է տեղ։ Թոշակ չկա, նպաստ չեն տալիս, նպաստը որ հասնում է, նպաստը կտրել են, ասում են չի հասնում նպաստը, ասում են էշն ունես, այն ժամանակով ունեի, իմի կովը սատկավ, իմի էշի համար դետես ասում էշ ունես, նպաստ չենք տալիս, 6 նավար ենք, շաբաթվա մեջ 2000 դրամ բան փող ենք առնում է դա։ Դրա 2000-ը մնես խանութը 2000-ը ինչ ոչ մի բան։ Առաջվա գյուղապետը Սաջյան Աշոտը ասում էր դու նալուկ տալիս ես, որ քշում ես։ Դու պետք է նալուկ տաս, որ նոր դուրս գաս 500 տուր 1500 մնա քեզ է։ Բա Այսօր 10 օր է շուր եմ ուզել իրանից, միջև այսօր ծվել է եսկան շուր է, զանգում եմ չերպեզին ասմակ շադացեմ, չի շադացնեմ, ծավներ տանեմ։ Աշխարհի խնդիրները գյուղացու վրա է, աշխարհի խնդիրները, գյուղացիների վիճակի է, որ են ոնց են ասում սաղ թաղում են արդեն գյուղացում, եթե մեկը մի հատ երգում է, ուրեմն ինքը հաստղ է, ինքը հերոս է, ինքը իրան Մոսկվայում բեմերի վրա մեքենաներ են տալի, աստղ են հռչակում, մեդալներ են տալի, բա գյուղացին ինչ են տալի, էշի պոչ, Մղչյանի նման գյուղը պետք է ծաղկուն լինի, արդեն գիտես ինչի համար։ Հիմա ես արդեն համարյա 65 տարեկան կին եմ, դաշտերի իմ վիճակը նայի, 8 շունչ ենք, եթե մենք չաշխատենք, մենք չենք կարա մեր երեխաներին ապահովենք, ստիպված անում ենք, արդյունք չենք հասնում։ Խաղող այսօրվա վիճակով այսքան տանջվել ենք, թաղել ենք, հանել ենք, կտրել ենք, կապել ենք, ծախս ենք դրել վրան։ Հիմա ջուր չկա, ցավը տան։ Խափում են։ Եթե այգին ես ասեմ արի դու ջրի, հաջորդ օրը ջրած պատրաստ կլինի։ Իսկ եթե ես եմ ջրում, ես իրան պետք է վարձ տամ դրա համար։ Ինքը դրա համար պետք է պետությանը չվճարի։ Այդ վարձը կրկնակի գնա իրանց գրպանը, ու ես էլ մնամ փշալարերից կախված սենց հասած։ Եսի վիճակ չի։ Միգուցե վարչապետը տեղյակ էլ չի սրանից, բայց պիտի մի հատ սեղմի։ Մի հատ պետք է սեղմի վերևից, որ ասի իմ գյուղը պետք է ծաղկի։ Եվ ընդհանրապես Ղարաբաղը ծաղկի շատ ուրախ ենք, բայց մենք ոտի տակ գնանք, ի՞նչ է նշանակում։ Ուրեմն որ քաղաքին կպած ենք, մենք սենց հեչ ենք արդեն։ Ինձ պետք չէ դեպուտատները։ Եթե ինձ ոչինչով պետք չեն դրանք, ինչ եք ընտրում։ Ամեն մի մարզից մի հատ դեպուտատը հերիք է։ Ամեն մի մարզից։ Հիասթափված են բոլոր ղեկավար։ Հայաստանը լավ երկիր է, առանց ղեկավարների։ Վերջից խոսքն է։